Կասեք, ինչ տեղ է զբաղեցնելու նախընտրական դիսկուրսում, այն արդեն կա Հայաստանում, Վաշինգտոնյան համաձայնագիրը։ Ես կարծում եմ, որ համաձայնագրի խնդիրը որպես փաստաթուղթ, մինչև ընտրությունները կարող է դադարել այդքան օրակարգային լինելուց եւ կարծում եմ քաղաքական ուժերը ավելի շատ կենտրոնանան նրա վրա, թե փաստաթուղթը ինչպես է գործի դրվում, ինչպես է կյանքի կոչվում եւ արդյոք ընդհանրապես կյանքի է կոչվում, որտեվ ամեն դեպքում մինչև ընտրությունները երևի թե 1 տարուց փոքր-ինչ պակաս ժամանակ է մնացել, բայց իրադարձությունները աշխարհում այնքան սերընթաց են զարգանում, որ այդ մնացած ամիսների ընթացքում մեր տարածաշրջանում կարող են լինել արմատական փոփոխություններ, որոնք նաև կպարտադրեն վերանայել ներքաղաքական օրակարգը քաղաքական ուժերին եւ նաև արտաքին աշխարհի հետ միգուցե հաղորդակցվելու նոր բանաձևումներ ի հայտ գան։ Ինչ որ էսկալացիայի ակնարկ է կանում, հավանական։ Այո, այդ էսկալացիան իսկապես օրակարգային է, դա Իրանի խնդիրն է, այդ մասին մենք կարծեմ խոսել ենք նաև նախկինում, եւ այս խնդիրը գնալով հասունանում է։ Ես կարծեմ Իրանի իշխանություններն էլ են զգում, որ ճնշումը գնալով աճելու է եւ դա երևում է տարբեր գործոններից, բայց ամենահետաքրքրական ազդակներից մեկն այն էր, որ կարծես թե Իրանում կանանց ազատել են գլխաշոր կրելու պարտականությունից, ինչը ներքին լարումը մեղմացնելու գործոններից մեկն էր։ Այդ խնդիրը ի դեպ լուրջ խնդիր էր Իրանի հասարակության համար եւ կանայք իրենց իրավունքների համար երկարատև պայքար են ունեցել, բայց այնուամենայնիվ կարծես թե սա կանանց պայքարի արդյունք է մասնակիորեն, իրականում սա դերևս արտաքին ազդակների քաղաքական գործոնների ներազդման հետևանք է։